Հայկական շոու բիզնեսում հերթական ցավալի բաժանումն է գրանցվել։ Աննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյանը տարիներ շարունակ հանրության սիրելի զույգերից մեկն էին ու նրանք այլևս միասին չեն։ Նրանց ամուսնալուծության լուրն արդեն ամիսներ շարունակ տարածվում էր, սակայն վերջերս Աննան վերջնականապես հաստատեց այն։ Այսօր նա Ամալիա Հովհաննիսյանի «Look and Face» հաղորդման հյուրն էր։ Թեև շատերը սպասում էին բացահայտումներին և կոնկրետ պատճառների նշման, Աննան շատ նրբանկատ ու կշռադատված խոսեց ամեն ինչից, պահելով նախկին ամուսնու հանդեպ հարգանքը։ Նա ընդգծեց, որ տարիների ընթացքում կյանքում շատ բաներ են փոխվում, երբեմն աննկատ, երբեմն ցավոտ, բայց հանուն երեխայի փորձում ես չնկատել որոշ բաներ, փորձում ես պահպանել ամբողջությունը, համբերել, հույս ունենալ, որ ամեն ինչ կկարգավորվի, սակայն ցավոք ոչ ամեն բան է կախված միայն ցանկություններից։ Նա խոստովանել է, որ ինքն ընտանեկան մարդ է, միշտ ձգտել է խաղաղ և սիրով լեցուն մթնոլորտ ստեղծել ընտանիքում, սակայն տարիների ընթացքում պարզ դարձավ իրենց արժեքներն ու աշխարհայացքները սկզբունքորեն տարբեր են։ Ամեն մարդ չի կարող դիմակայել հաջողությանը, երբեմն այդ հաջողությունը փոխում է մարդուն, փոխում է վերաբերմունքը կյանքի հանդեպ, իսկ երբ այդ տարբերությունները խորանում են, արդեն անհնար է լինում շարունակել նույն ճանապարհով գնալ միասին։ Աննան հարցազրույցում նշել է, որ իր որոշումները երբեք հապճեպ չեն լինում, ես երկար եմ մտածում, ծանր ու թեթև անում ամեն բան, և երբ որոշում եմ կայացնում, այն լինում է վերջնական։ Դավիթի հետ մեր կապերն ամբողջովին խզվել են, մենք այլևս ոչ մի շփում չունենք, շեշտել է նա։ Ինչպես պարզ դարձավ հարցազրույցից, հայրիկի և մայրիկի բաժանությունը փոքրիկ Կարինայի վրա որևէ ազդեցություն չի ունեցել։ Աննան վստահեցրել է, որ Կարինան ոչինչ չի զգացել և իրեն չեն թույլ տվել, որ նա վերապրի որևէ բացասական զգացողություն։ Երեխան պետք է զգա և մայրիկի, և հայրիկի սերը անկախ ամեն ինչից։ Աննա Դովլաթյանի համեստությունն ու ներաշխարհի խորությունը հիացրել են շատերին, նույնիսկ այս ցավալի հանգամանքում նա շարունակում է մնալ զուսպ, արժանապատիվ և մարդասիրական վերաբերմունքով հանդես գալ։ Համացանցում բազմաթիվ օգտատերեր արդեն հիացմունքով են արձագանքել նրա խոսքերին, գնահատելով նրա պահվածքն ու վեհությունը։ Թեև այս զույգի բաժանումը շատերի համար հիասթափություն է, բայց Աննան ապացուցում է՝ կարելի է վեր կանգնել դժվար պահերից ու շարունակել ապրել արժանապատիվ ու ուժեղ։ Հիշեցնենք, որ 2018 թվականի օգոստոսի 25-ին Դավիթ Աղաջանյանն ու Աննա Դովլաթյանը շուրջ 6 տարի ընկերություն անելուց հետո պսակադրվել էին։ Նրանց սիրո պատմությունը շատերին է հայտնի, և նրանք համարձակորեն խոսել են փոխադարձ զգացմունքի մասին։ Ավելին, նրանք նույնիսկ զուգերգ ներկայացրին իրենց երկրպագուներին։ Համատեղ աշխատանքը տեսահոլովակի նկարահանման հրապարակից և ձայնագրման ստուդիայից հրապարակվել էր համացանցում։ Դավիթը մասնագիտությամբ իրավաբան է, ավարտելուց հետո հասկացա, որ այն ինձ համար բավական անհետաքրքիր է, հարցազրույցում ասել էր Դավիթ Աղաջանյանը։ Ճիշտ է, որոշ ժամանակ աշխատել եմ իմ մասնագիտությամբ, բայց կտրուկ որոշում կայացրի թողնել այն և հեռացա աշխատանքից։ Ընտանիքս դեմ էր իմ որոշմանը, բայց ես չորքողություն անելով երկու ոտքը դրեցի մի կոշիկի մեջ և հասա իմ ուզածին։ Այս կամ այն դերը ստանալու համար ինձ համար երբևէ ծանոթ բարեկամ չի զանգահարել։ Չնայած ունեի բարեկամներ, ովքեր կարող էին միջամտել, նրանք բոլորն էլ դեմ էին, որ նկարահանվեմ հեռուստանախագծերում։ Ամեն ինչ արել եմ ինքնուրույն։ Այդ ճանապարհը սկսվել է զանգվածային տեսարաններից, էպիզոդիկ դերերից մինչև գեղարվեստական ֆիլմ։ Առաջին դերը եղել է «Դժվար ապրուստ» սերիալում, որից հետո դռները բացվեցին և սկսում են բացվել։ Աննա Դովլաթյանն էլ պատմել էր իր մասին, նշելով, որ մանկությունն անցել է Ռուսաստանում։ Այդպես էլ չկարողացա ապրել այնտեղ։ Հայաստանն ինձ հոգեհարազատ է, որոշեցի տեղափոխվել, ինչի համար, ի դեպ, երբևէ չեմ զղջացել, չեմ բնակվի մի վայրում, որտեղ ինձ դուր չի գալիս։ Ամեն ինչ սկսվեց 2009 թվականին «Հայ սուպերսթար» նախագծից։ Դպրոցական տարիներից եմ երգել, սիրել եմ։ Նախագծից հետո արդեն առաջարկներ ստացա նոր երգեր, ձայնագրություններ, սերիալներ, հեռուստանախագծեր։ Վերջինները մերժում էի, որովհետև մտածում էի փորձ չունեմ։ Հետո հասկացա՝ կարելի է փորձել, քանի որ կյանքում կան բաներ, որոնք պետք է հաղթահարես, հասկանալու համար քոնն է, թե ոչ։ Դերասանների, ռեժիսորների օգնությամբ հաղթահարեցի։
Դավիթը պատմել էր, թե ինչպիսին է կյանքն ամուսնությունից հետո։ Հիշում եմ, մեր առաջին հանդիպումը համերգի ժամանակ էր, որից հետո արդեն ծանոթացանք, սկսեցինք շփվել, շատ շուտ հասկացանք փոխադարձ զգացմունքները, ընկերություն անելու տարիներին բազմաթիվ դժվարություններ, բարդություններ են եղել, որոնք միասին հաղթահարել ենք։ Սովորաբար մարդը ժամանակի ընթացքում փոխվում է, բնավորության նոր գծեր է ձեռք բերում, հասունանում, հետաքրքրություններն են փոխում։ Զույգերի դեպքում կան երկու ես, ովքեր շարժվում են առաջ, մեկը մյուսին օգնելով, աջակցելով։ Միմյանց չհասկանալու պահեր իհարկե լինում են, և դա բնական է, չէ՞ որ ամբողջ օրը միասին ենք, այժմ նաև միասին աշխատում ենք։ Կարևորն այն է, որ կարողանում ենք ելք գտնել տարբեր բարդ իրավիճակներում և լուծում տալ։ Աննան էլ խոստովանել էր, որ իրենց հարաբերություններն այնքան ներդաշնակ և տևական ժամանակ պահելուն օգնել է Դավիթի ուժեղ բնավորությունը։ Ամեն անգամ ապացուցել է, որ այն տղամարդն է, ում կուզեմ տեսնել իմ կողքին։ Նա միշտ հավատարիմ է իր խոսքերին, պատասխանատվության մեծ զգացում ունի։ Ամուսնությունից հետո կյանքս ավելի է գունավորվել։ Շատ ուրախ եմ, որ այսօր էլ հոր, եղբոր նման միշտ իմ կողքին է, ապահով եմ զգում։ Նշենք, որ նրանք համատեղ բիզնես ունեին։ Ամեն անգամ համոզվում եմ, որ մարդ այս կյանքում պետք է զբաղվի նրանով, ինչը սիրում է, կարողանում է։ Եթե սիրով ու հաճույքով չես անում աշխատանքդ, հաջողության հասնելու մասին խոսք լինել չի կարող։ Անան էլ նշել է, որ շատ է սիրում բնություն, ծաղիկներ ու կենդանիներ։ Հենց բնությունից եմ ստանում ամենադրական էներգիան։ Իմ երազանքն է եղել ծաղիկների հետ աշխատել։ Այն այսօր իրականություն է դարձել։ Միասին որոշեցինք հիմնել հանդիսությունների կազմակերպման ստուդիա։ Ամեն ինչ անում ենք ինքնուրույն, իհարկե շնորհակալ լինելով Աստծուն։ Մեր կյանքում ամեն մի դրական ու լուսավոր բան կապում ենք Աստծո հետ։ Դժվարությունները միասին շատ հեշտ ենք հաղթահարում։